Այջան բարի օր, հուսով եմ հնարավորինս լավ եք, գոնե առողջականը նկատի ունեմ, հոգեպես գիտեմ հայերը, իրական հայերը ինչ վիճակում են գտնվում, սարսափելի ուղղակի վիճակում են գտնվում և նոր չի դա արդեն քանի տարի շարունակ, շատ կարևոր բանի մասին եմ այսօր ուզում զրուցեմ իմ ընկերների հետ, գիտեք որ ես այս ախտահարման անունը դրել եմ նիկոլիզմ, նիկոլիզմի օրոք կարծես թե ի հայտ եկավ այսպիսի մի տեսակ, որը ես կասեի ոչ թե ի հայտ եկավ, այլ միշտ եղել էր ու կար, ինչու՞ն էր ուրեմն տարբերությունը, այսօր շատ հայեր տեսնում ենք, զաբանում ենք, ասում ենք, ես որտեղից ես ոնց դառան սենց, տենց չեն դառել, տենց կային, ուղղակի ժամանակներ էին չէին, հիմա բացատրեմ, ընդունված այսպիսի ուրեմն խոսույթներ կան, չէ, որ ասում է, բա լավեր են ժամանակ պատերի տակ էինք ման գալիս, բա լավեր են ժամանակ ծպտուն չէիր կարա հանեիր, բա լավեր են ժամանակ չէին կարում խոսայինք, հիմա խոսքի ազատություն է, այդպիսի ստանդարտ ուրեմն խոսույթներ կան, որ հիմա են առաջ եկել և այդ ամեն ինչը ասում են հենց նրանք, ովքեր այսօր էլ նույն կարգավիճակում են, ինչ եղել են նախորդ իշխանությունների ժամանակ։ Բացատրեմ ինչ է դա նշանակում։ Խոսքի ազատություն կոչված իրենք, որ այդպես ուզում են ճպցրած լինեն, այսպես ասած, մեր դեմքներին, դա այն է, որ իբրև թե հիմա դու կարող ես խոսել իշխանությունների դեմ, որ չէր կարա անել այն ժամանակ։ Բայց ինչ է, այդ ասողները փաստորեն հիմա էլ չեն խոսում ներկա իշխանությունների դեմ, այլ ցանկանում են մտնել նրանց համապատասխան տեղը, ինչպես ես համոզված եմ, որ նրանք եղել են նախորդ իշխանությունների ժամանակ։ Բայց ինչն է փոխվել։ Ինչի մասին են իրենք խոսում, այդ ինչ ազատություն էին իրենք ուզում, որ ստացան։ Լավն էին, վատն էին, ուրեմն, չգիտեմ, դիկտատոր էին, ինչ էին։ Նախորդ իշխանությունների ժամանակ ով խոսացել է, էլի խոսացել է։ Շատ-շատերը պատժվել են նաև, այո, եղել է պատիժներ, բայց ոչ թե այսօրվա նման մահացություններ, ինչպիսին կան այսօր ընդդիմախոսների մեջ, եղել է մեկ էլ ՀՀՇ-ի օրոք, ես այդպես եմ հիշում, իմ տարիքը այդքանն է ներում, որ ես հիշեմ։ Նու ստալինիզմի բանի ժամանակ չեմ իմացել, որտեվ, այսինքն իմացել եմ լսելով, բայց ներկա չեմ եղել։ Բայց ՀՀՇ-ից սկսած մինչև առ այսօր ներկա եմ եղել եւ նման քաղաքական սպանություններ, բանտարկումներ եւ այլն, ճնշումներ, ռեպրեսիաներ եղել է մեկ էլ ՀՀՇ-ի մանավանդ այդ առաջին մի քանի տարիների ընթացքում։ Ուրեմն ինչի մասին է խոսում ես մարդիկ, որ ասում են, որ այսօր ազատ կարող ես խոսել։ Ինչպիսին որ եղել են նախորդ իշխանությունները, գոյություն են եղել նաև բարոյական նորմեր։ Այսինքն այն խոսքի ազատությունը, որ իրենք իբրև ստացել են, դա չի վերաբերում իշխանությունների դեմ խոսելու մասին։ Որտեղ իշխանությունների դեմ խոսացողները իմ նման, իմ ընկերների նման եւ շատերի նման կամ դատվում են, կամ դատված են, կամ արդեն սպանված են։ Մեկը դատարանում, մյուսը հոգեբուժարանում եւ այլն։ Չխորանում։ Բայց այդ ինչ ազատության մասին են խոսում։ Եթե իշխանության դեմ իրական խոսացողները այսօր պատժվում են այս կամ այլ ձևով, իսկ իրենք խոսացողները խոսում են իշխանության կողմից, այսինքն իրենք չեն էլ խոսում իշխանության դեմ, ապա ինչ ազատություն են իրենք ստացել։ Շատ պարզ ասեմ ինչ ազատություն են ստացել։ Այս իշխանությունները վերացրել են այդ բարոյական նորմերը եւ կարմիր գծերը, որ մարդիկ ունեն։ Այսինքն, ինքը որ ասում է ես հիմա ազատ կարող եմ խոսել, ինքը չի խոսում իշխանությունների դեմ խոսալու մասին։ Ինքը խոսում է, որ ինքը ազատ, անկաշկանդ կարող է հայհոյել, ով իրան դուր չի գալիս։ Համացանցով, փողոցում, ինքը կարող է հեռուստատեսության լրագրողին ասել անկաշկանդ, որ ինքը ուզում է, որ այո, թուրքը գա բռնաբարի իր թորներին։ Եվ այդ բարոյական նորմերը, այդ աննորմալությունները ասողները այսօր այո, ազատ խոսքի իրավունք են ստացել ասելու ամենաաբսուրդ, ամենազզվելի հայհոյանքները, ամենաաննկարագրելի, անմարդկային արարքներ գործել, որի համար ոչ մի բարոյական նորմ գոյություն չունի, կարմիր գծեր գոյություն չունի, ոչ մի պատիժ էլ գոյություն չունի։ Այ թե ինչ ազատություն են ստացել այդ մարդիկ, որ այսօր խոսում են, բա առաջ կարա սենց խոսայր։ Իհարկե, բա առաջ կարա մի ամբողջ ժողովրդի մեր ու հերքրվեիր ու դրա համար ոչինչ չլիներ։
բա առաջ կարա իր համացանցով մարդկանց սպանելու կոչ աներ, բայց քանի որ դա ընդդիմադիրների մասին է, դրա համար քեզ ոչի բան չլիներ։ Բա առաջ կարող էիր դու օրինակ ասել, որ դու երազում ես, երբ որ թուրքը գա, որի հետ ապրես, որ Արցախը հայերինը չի եղել, որ արցախցիները հայ չեն, որ թող դրանց թող ռադելնեն գնան մեր երկրից եւ այդ ամեն ինչը ասեիր։ Ոչ թե իշխանության մասին, մարդկանց մասին, հարևանիդ մասին, ազգակցիդ մասին, չնայած չեմ հավատում, որ դուք մեր ազգից եք, նմանները։ Այ թե ինչ ազատություն են իրենք ստացել։ Բա առաջ կարող էիր ազատ ելնել ԱԺ-ի ամբիոնից, ասել, որ դու տրանսգենդեր ես, բա առաջ կարող էիր այդքան ազատ գործել պեդոֆիլը օրինակ։ Չէր կարա։ Իսկ այսօր կարող է, որտեղ ընդամենը որպեսզի նրա գործը կարճվի եւ ոչինչ չանեն, նա պետք է լինի իշխանամետ։ Ուրիշ ոչի բան։ Կարող ես լինել իշխանամետ, լինել պեդոֆիլ, լինել ինչա գենդեր ուզում ես եղել, ամենաայլանդակ բաները ասել ժողովրդին եւ մնալ անպատիժ։ Այ թե ինչ ազատության մասին է խոսում։ Պատերի տակ մանեկողները, որ ասում են մենք պատերի տակ ման ենք եկել, ճիշտ են ասել։ Օրինակ պեդոֆիլները, սեռաքաղցերը, պուպուլիկ ջուջուլիկ ուտել ցանկացողները, բարձրացան կլսեք, մեկը գար ուզենար, որ իշխանության ներկայացուցիչ պուպուլիկը ջուջուլիկը ուտեր։ Կամ ասել գիտես ինչ կա, հարցս չի հղիանում։ Արի գնանք մի բան արա էլի։ Իշխանության ներկայացուցիչ։ Նման բաներ, դրանք այո պատերի տակ էին ման գալիս, որտեղ վախենում էին, որ իրենց սեռաքաղց այդ այլանդակ, այլասերված մտքերը արտահայտեն, կարող է ինչ-որ վատ բան տեղի ունենալ։ Իսկ հիմա իրանք ազատ են, այ թե ովքեր են հիմա ազատ։ Այսինքն այն աշխարհում ընդունված բարոյական նորմերից դուրս այլանդակություններն են ստացել այդ ազատությունը։ Եվ խոսքի ազատություն, եւ գործելու ազատություն, եւ իրենց հիվանդ երևակայությունը իրականացնելու ազատություն։ Ընդամենը պետքա որ դու լինես իշխանամտ եւ ամբողջ մի հասարակարգ ստիպեցին, բերեցին իրենց մակարդակին են հասցրել։ Արդեն իմ նման մարդիկ սկսել են հայոյել, որտեղ ճար չես գտնում։ Արդեն իմ նման մարդիկ սկսել են պատասխանել նման անմակարդակներին, որտեղ ինչքան լռում ես, նրանք այդ մոլախոտի նման որ չես հանում, նրանք ավելի են շատանում։ Այ թե ինչ խոսքի ազատություն, այսինքն այսօր որ լսում եք, որ ասպա, բա առաջ սենց էր, բա առաջ կարայի ասենք հարևանիս մեր կնիկ, երեխա, լավ, քուր, եղած չեղած հայհոյեի եւ ապրեի։ Չէի կարա, իսկ հիմա մեռնեմ իշխանության ջանին, դա դարձրել է օրինական։ Մենակ թե իշխանությունը չհայոյես, իշխանությունը հենց հայոյեցի, կամ դատվում ես, կամ միամիտ մահանում ես։ Այդ ազատության մասին է խոսքը, այդ ազատությունն են ստացել։ Ուրեմն սա այնց հետո որ լսում ենք հերոստացույցով կլինի այդ քարոզ արշավի ժամանակ եւ այլն, որ ասում է, բա առաջ ուզում եմ որ դուք པարզ հասկանաք, թե այդ մարդիկ իրանք անկեղծ են։ Այդ որ խոսքի ազատության մասին են խոսում։ Իրենց այլասերվածության ազատության մասին են խոսում։ Իրենց այլանդակությունների, իրենց հիվանդ մտքերի, իրենց անբարոյական ցանկությունների ազատության մասին են խոսում։ Որովհետև խոսացողները խոսացել են, իշխանության դեմ խոսացողները խոսացել են եւ այն ժամանակ, եւ ՀՇ-ի ժամանակ, եւ ամեն անգամ։ Ես իմ ընտանիքի օրինակը կարամ բերեմ փաստերով։ ՀՇ-ից սկսած ռեպրեսիաներ եւ ամեն ինչ ընդամենը իրենց հետ համաձայն չլինելու համար։ Եվ հիմա էլ դատվում եմ նույն պատճառով։ Այսինքն այդ ձեր ասած իրական խոսքի ազատությունը գոյություն չունի։ Այն խոսքի ազատությունը, որ դուք երազել եք ու ստացել եք, դուք հիմա ունեք, այո, անբարոյականության, անբարո խոսքերի ազատություն եք դուք ստացել։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ հիմա էլ դուք իշխանամտ եք, ինչպես եւ եղել եք նախորդ իշխանության, եւ դրա նախորդի, եւ դրա նախորդի, եւ սովետի ժամանակ։ Դուք միշտ եղել եք իշխանամտ։ Ես եւ բառը
Հենց այնպես չեմ մոռանում։ Ձեր լեքսիկոնով եմ պատասխանում։ Դուք միշտ եղել եք իշխանամտ, եւ դուք հիմա էլ չեք խոսում իշխանության դեմ։ Դուք ոչ մի ազատություն չունեք։ Կյանքում ձեր ազատությունը դա անբարոյական, անբռնազբոս, անբարո արարքներ գործելու ազատությունն է, որի ցանկությունը դուք ունեք։ Հուսով եմ հասկացանք իրար։ Իսկ հայերին, բարոյական հայերին համբերություն, սա էլ է փորձություն, սա էլ կանցնի եւ այդ երբ որ ասում են անասուն, դա նկատի չունեն կենթանին, դա խոսելու իրավունք չունեցողն է կամ անկարող լինելն է խոսելու։ Անասունները կգնան, որտեղ անասուններին է պետք գնալ, որտեղ պալոժենը ռուսերեն ասած, մարդիկ կգնան, որտեղ մարդիկ պետք է լինեն եւ մարդիկ կխոսան, եղել են ազատ, կլինեն ազատ։ Հուսով եմ կարողացա միտքս ճիշտ շարադրել, հասկացողը հասկացավ, խոսքս ուղղում եմ հայերին, որտեղ ես կասկածում եմ, որ հայերի մեջ կարող է լինել նման ուրեմն անբարոյականներ։ Հա, բաժակը տեսակ, չէ՞։ Հիմա կստեն ռսամոլ։ Հուսով եմ, որ կարողացա միտքս շարադրել, հավատացած եմ, հայերը հասկացան, այն տեսակը, որի մասին խոսում եմ, տեսակի կռիվ է, այսօր տեսակի կռիվ է։ Մի հուսահատվեք, այդպես լինում է կեղտը դուրս է գալիս ջրի երես, բայց կմաքրենք, կհավաքենք եւ նորից մեր բարոյական նորմերը եւ կարմիր գծերը կվերադարձնենք։ Եթե պետք է ստիպելով, այո, բարոյականությունը պետք է ստիպել։ Մարդ իր երեխան, եթե անցնում է բարոյական նորմերը, ստիպում է, որպեսզի նա ճիշտ իրեն պահի, բարկանում է, պատժում է։ Դա էլ է բարոյական։ Անցավ եղեք հայեր ջան, Աստված օգնական մեզ։